առաջին հաշվում համատեքստում դուք ասացիք, որ եկեղեցու ներսում են եղել մարդիկ, որոնք փորձել են այսպես ասած դեպիպանը գցել ստեղծված իրավիճակը, այդ մարդիկ հիմա նույն այսպես ասած տեսակետին են, նույն համոզումներն ունեն, որ դուք եք այսպես ասած այդ մարդկանց ներողություն պատճառը հաջորդիվ այսպես իրադավանում ստացած այդ ճամբարի անդամների մասին այնտեղ կային ժամանակի մարդիկ, որոնք ձեր հետ լավ հարաբերություններ են ունեցել, նույնիսկ կարծանիշ ոգևորական կար, որ տարբեր առաքելություններում բավականին գովեստով են խոսում մասին։ Որքան է ձեզ հետ կապ հաստատել այդ ճամբարականները ու իրենք ըստ ներում ունեն եկեղեցու հանդես գործածից հետո, երբ երրորդ հարցը ասում եք փոխեն, ամեն դեպքում տեսնում եք, որ 8 տարվա ընթացքում ինչը մարսում են։ Վերհապար հայրապետին հասցրել են արդեն դատարան հաջորդիվ լիստը օգոստոսի 20-ից։ Ինչի հանդիպալություն է ակնկալում դրսից է նաև դեստիլատորի մարտավարը։ Զարուհի ջան, առաջին նախ ես շատ կուզեի, որ կենտրոնանայիք այս ՄԱԿ-ի զեկույցի վրա։ Հա, բայց քանի որ հարցրել եք, ասեմ, խնդրում եմ հարցադրումները դրան հավատացեք, սա ամենակարևոր թեման է հիմա, այն իմաստով, որ այս մարդկանց բանաձևային խոսակցությունը ցույց տվեք փաստաթուղթ, որ Հայաստանում կան քաղկալանավորներ։ Ցույց տվեք փաստաթուղթ որևէ միջազգային ասպարեզից։ Իրենք խիղճ ու բարոյականություն չունենալով ակնկալում են, որ դրսից ասեն, որ այսպիսի բան կա։ Հիմա շատ կխնդրեմ, որ այդ փաստաթղթի վրա կենտրոնանանք, բայց ձեր հարցումներին։ Այն առաջի երկու հարցումը, ինչ որ տվեցիք դուք, նույն համատեքստում են այն իմաստով, որ հենց այդ անվանումը ստացած մարդիկ հոգևորականներ, մեր եղբայրները ճակերտավոր, հենց իրենք են ասել քանի անգամ, թե եթերներով լինի, թե առանձին խոսակցություններով լինի, մարդիկ, որոնք միասին ճանապարհ են անցել, աղ ու հաց են բաժանել, Սուրբ Խորանի առջև են կանգնած եղել, հաղորդություն են ստացել։ Այդ մարդիկ են այդպիսի պատճառաբանություն են բերում, որովհետև մեր գոյությունը, իմ գոյությունը իրենց ինքնության ինքնասպանությունն է։ Ուրիշ ինչու եմ սա ասում, որովհետև ինչի եթե պիտի թաքնվեն, երբ երբեք չեն խոսել նրա մասին, որ իրենց հայրենիքը հանձնված է, երբ երբեք չեն խոսել նրա մասին, որ Գանձասար այլևս իրենք չեն կարող գնալ, կամ Ամարաշ չեն կարող գնալ, կամ Դադիվանք չեն կարող գնալ, երբ ժամանակին գնում էին, խրոխ խոսում էին եւ այլն եւ այլն։ Ինչի մասին պիտի խոսեմ, որ կարող են իրենք այլևս շարունակել խոսել, օրինակ, ասենք, Ավարայրի ճակատամարտի մասին, Սարդարապատի մասին, եւ այսպես մեր պատմության հերոսական դրվագների մասին, երբ նահատակվում էին հայ հոգեվորականներ, երբ հայ հոգեվորականները ուղղակիորեն մղում էին հայ ժողովրդին գնալու հաղթանակի ետևից եւ այլն։ Այս մարդիկ, ձեր նշած մարդիկ, բեմերից, խորաններից անընդհատ ճառել են այդ թեմաներով, հերթ եկել ասել է իրենց պատասխանատվության այս ողբերգության մեջ, լռել են, չէ, անցել են հակառակ ճամբար թշնամու կողմը։ Եվ դե ինչու իրենց տեսեք հարցրեք, ես չգիտեմ ինչու։ Ներողություն։ Ներողը Աստված է իր ողորմությամբ։ Ինձ համար իրենք այլևս գոյություն չունեն ուղղակի, հիմա ներում ունեն, չունեն, ամենայն հայոց հայրապետը շատ լայնախոհ է, Աստված էլ շատ ողորմած է, բայց իմ կյանքում իրենք կան, չկան, էական տարբերություն չի, անկեղծով եմ ասում։ Հա, վեհապարի գործի հանգուցած լուծումը միշտ ասել են նորից կկրկնում են, եկեղեցին վարդերի, քաղցրության, հաճույքների ինստիտուտ չէ, եկեղեցին որպես դրոշ Տիրոջ կողմից կրում է հալածանքին նշանը ունենալու պատիվը եւ այդ հալածանքի մեջ հաղթելու դժողքի դռները նույնիսկ չեն կարողացել որևէ ձևով սասանել եւ չեն էլ կարողանա
Սա փաստը, հիմա ինչ որ ձևով հաջողություններ կունենան, ինչ որ բաներ կարձանագրեն, դուք ասացիք Մարսել, ես էլ կասեմ անմարսողություն ունեն, ոչ թե Մարսել, ոչ թե Մարսել են, այլ անմարսողության մեջ են, եթե անմարսողություն չունենային, են ծայրահեղ հակասահմանադրական քայլին չէին գնա, նույնիսկ իրենց որևէ երկրի կյանքում չլսված, չտեսնված քաղաքական արշավ կատարելու եւ այնտեղ արձանագրելու միջամտել որևէ կրոնական հաստատության ներքին գործերին։ Սա անմարսողության նշան է, որ ծայրահեղ քայլի գնալ, որպեսզի վաղն էլ ժողովրդին ասի, ժողովուրդ ջան, դուք արեցիք, դուք ինձ ձայն տվեցիք, բայց փառք Աստծո, որ ժողովուրդը մերժեց այն իմաստով, որ ընդամենը 49, չգիտեմ ինչքան 7, 49% ձայն են հավաքել, պարտվելով խորքում 51% ամբողջություն։ Այո։ Ժողովրդի մի մասն է մանդատ տվել, եթե տվել է։ Նույնիսկ երևի չեն էլ անդրադարձել։ Տաթևն ասում է ոչ դրա համար։ Ես էլ ասում նույնիսկ երևի չեն էլ անդրադարձել, որովհետև մեր ժողովուրդը ընտրության է գնում, ինչ ասեմ, ավելի աչքերով, քան թե ուղղակիորեն քննարկելով, վերլուծելով, տեսնելով լայն զանգվածների մասին եմ ասում։ Երկրորդը, հիմա չգամ այդ ընտրության վավերականությանը, մարդիկ են կողքից նստած, ովքեր դետալով ուղղակի կհերձեն այդ ամբողջը։ Հետևաբար չարժե նույնիսկ դրա մասին խոսել, որովհետև շատ է խոսվել։ Կարծում եմ ձեր հարցերին պատասխանեցի, չէ՞։ Կարծում եմ պատասխանեցի։ Չէ, ոնց կհանդիպեն իրենք։ Հանդիպեն ինչ ասեն, ներողություն խնդրեն, որ մենք կասկած ենք հայտնել, որ իմ Միքայել Սրբազանի, հետո Արշակ Սրբազանի, Մկրտիչ Սրբազանի կալանավայրում գտնվելու մեջ իրենք դերակատարություն ունեն, կան դրա մասին խոսեն, թե ինչպես են արել այդ սցենարները, ինչպես են գծել, հա։ Ապաշխարելու մասին խոսք չկա, նրանք ապաշխարությունից ինչ են հասկանում, որ ապաշխարեն։ Ինչն է իրենց ապաշխարությունը, ասենք ով ինչ պետք է անի, որ ապաշխարի, ասենք մարդ կլինի մեջները, որ ինքն իրեն ինչ-որ ձևով, ինչ-որ բանից կզրկի, որ ապաշխարի, չեմ ուզում չհասել։